Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն էներգ չեմ, դու էլ էներգ չես։ Ուրեմն շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին։ Սարյանի խոսքը միասին չէր դարձնում Սարյանի հետևորդ, հակառակը հաստատում էր նրանց սեփական ճանապարհը։ Сейчас пойдем. Բայց դու լավ կպատմես ոնց սա եղավ։ Ուրեմն մենք վերջապես հայտնվեցինք այս ժամանակակից ինտերակտիվ թանգարանում, որտեղ այս պահին ներկայացվում է արդեն Մինաս Ավետիսյանի հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ինտերակտիվ գործերը։ Արի դուրս գամ մարդիկ նկարվել։ Այո, բայց սա նախապատմություն ունի։ Այդ նախապատմությունը մի տարվա մենք ամեն անգամ այս թանգարանը գործում է բավականին երկար ժամանակ, տարբեր բաներ ա ունենում, տարբեր նկարիչների, գեղանկարիչների ցուցադրություններ ա ինտերակտիվ ոճով ունենում, եւ նախորդը Այվազովսկին էր, որը մենք նախորդը Այվազովսկին էր, դրանից առաջ Վան Գոգներ, մենք բոլորին ասել ենք կգնանք ու մենք գովազդը միշտ տեսնում ենք շատ շուտ, ասում ենք անպայման պետք է գնանք, գալիս է անցնում այն, որ ասում են վերջ մնաց 1 օր, մենք ասում ենք վայ հելի չգնացինք, հիմա այսօր սպանտան որոշեցինք մտնել Մինասի ինտերակտիվ թանգարան։ Կողքով ենք անցնում եւ մեծ որ մի րոպե սկսվում է, բախտին մտնենք։ Այո, դրա համար պագնալի։ Իդեպ Նարան Կիպրոսից նոր է եկել, մի հատ զագարոտ էլի ցույց տուր, խնդրում եմ։ Իրա մեջքը միշտ սկսում պլոկվել այս հատվածներից ու Նարան ուտվերժդայեց, որ սա իր հրեշտակի թևերի տեղն է, դրա համար ստեղ զագարը չի մնում։ դա այդպես է, դա կատարած ճշմարտություն է։ Մյուս տեղում չասված ցավ, իրա բացում է լույս, մյուս տեղում ծավալստին կերպարը։ Մայր, գյուղ, իշողություն։ Մինասը չէր փնտրում գեղեցիկ պատկերների հարմարավետությունը։ Նա ուզում Շիրակ, ջաջիկ։ Շիրակի դրանաշտայի արևելյան ստորոտի ծավալի Եթե այդպես ծովեր հանգեր բարվեստի Այրը կարապետը մշեցի հողագործ էր Մայրը Սոֆիկը կարսեցի կահանայի դուստր լուսավոր գրագետ զգայունքի Նրա գյուղական դեսրանները հետո չեն լինի հանգիստ ուշեր Նրանք կունեն ջեղություն, լավացություն, երբեմն կոպտություն ու այլ ձև Այս տարիներին գյուղում ամեն անծանոթ շարժում կասկած է առաջացնում Սամանը մոտ էր, լուրերը ծանր էին, մարդիկ զգույշ էին Եվ երբ դաշտերում մի քանի րոպե անց ամեն ինչ պարզվեց Այդ անծանոթը գյուղեցի նկարիչ Հակոբ Արանիկյանն էր Մինասի համար սա դարձավ Երևան, առաջին մուտքը արվեստի համակարգ 1947 թվական Մինասը 17 տարեկան էր, երբ թողեց ջաջուրը և եկավ Երևան Թևի տակ մի քանի արտանկար, հետևում տունը, ծնողները, եղբայրները գյուղեցվում էր դեցից Պետք էր սովորել տեսածը պահել ձեռքի մեջ, կառուցել ձևը, հասկանալ լույսն ու ծավալը Թերևը մեզանի տարիները, որոնք ներացվեց խեղճի հարց Մինասից դեցած աշխարհը դեռ շարունակում է խոսել Մերսի շատ։ Շնորհակալություն։ Ես գոհ եմ։ Ես էլ որ լուրամ։ Կլինի պատմեմ գրքի մասին։ Ուրեմն, ես մի հատ հարցնեմ, էլի կարող աստեղ հիմա Հա, ասեմ որ շատ լավ։ Երբեմն դու գումար ես ծախսում ու ինքը արժանի է որ դու ծախսես։ Երբեմն անիմաստ ես ծախսում, այս էլ քեսերից է որ դուք արդարացված Գումար ասելով նկատի ունենք 5000 դրամ։ Ընդհանրապես 5000 դրամ։ Ասա։ Ես իսրտե ափսոսում եմ, որ մենք բաց թողեցինք նախորդները, բայց մեզ ասին, որ
կրկնվելու է, այսինքն Վան Գոգը, Այվազովսկին կրկնվելու են։ Ես Վան Գոգը տեսել եմ, երբ որ իրանք պրոսպեկտի վրա էին, այն կլոր շենքի հատվածում էին։ Վան Գոգը ֆանտաստիկա իմեջում դաժե ունեմ իրանից նկարներ պահում, թե վիդեո ունեմ։ Այվազովսկին բաց են թողել, բայց դեկտեմբերին կարող մի անգամից Գնանք անպայման կնայենք։ Մեղմ ասած ես տպավորված եմ, причем հետաքրքիրն է, որ ինքը պրոստը ցուցադրություն չի, ինտերակտիվ է, բացատրենք ինտերակտիվը որն է, այսինքն նկարները շարժի մեջ են։ նկարները շարժի մեջ են, պատմվում է, Storytelling-ը բան է, պատմվում է շարժի ոչ մեջ։ թե ակադեմիական ինֆոյա, որ այսինչ թվականին Մինասը ծնվեց, հետո ավարտեց այսինչ, այլ շատ հետաքրքիր գեղարվեստական ոճում ավելի շատ։ Եվ ասեմ ավելին, այս ամեն ինչը գեղեցկացնում է Բաբկեն Չոբանյանի ձայնը, որովհետև կարծում եմ Բաբկեն Չոբանյանը, Այո, շատ լավ։ Բաբկեն Չոբանյանի ձայնը ամեն ինչը ասենց ամբողջացնում է։ Ես կարամ մի հատ իմ տպավորությունների մասով ասեմ այնքանով, որ ես Մինասի արվեստին բավականին լավ ծանոթ եմ, դեռ ուսանողական տարիներից մեր կուրսում Եվան կար, իմ ընկերներից հիմա էլ կա, ով արվեստին շատ մոտ էր ու ինքը մեզ շատ էր ինֆորմացիա տալի արվեստի մասին, ու իմ առաջին Մինասի հետ ինքնակեսագրական գիրքը, որ պատմում էի 100 թերպարդամանով, պամորում հենց Եվան ա գրել, դրանից հետո էի սիրահարվել իր այդ մայրա կենտրոնության, որ իր համար իրան հավատացող մայրն է եղել, հետո ինքը իր բոլոր նկարներում մորը ոնց որ անդրադարձել է, մեկ էլ այն միտքը, որ իր կարմիրը եղել է ցավի կարմիր, ոչ թե ուրախության կարմիր։ Ես ուզում եի ասեի, հայկական արվեստը հերթական անգամ, հետև դաժե որ ուսումնասիրում ես որևիցե հայկական գործ չի, հասկանում ես, որ ամեն դեպքում բոլորը տխրության, վշտի ու ցավի մասին են գրել, ու Մինասը հատկապես ինքը այդքան ինքը հայտնի է գույներով, վառ գույներով, շփոթվում է թե կարելի ասել կյանքի գույներով, բայց իրականում իր այդ վառ գույները նույնպես ցավի ու վշտի վառ գույներ էին։ При этом как будто бы տխրության տպավորություն ամեն դեպքում չի թողում, դու ուղղակի զուտ իմանում ես, թե ինչ է դրա ետևում, բայց այնպես չի, որ ցուցադրությունից դուրս ես գալիս ինչ-որ բացասական էմոցիաներով, հա, բայց իհարկե իր կյանքի պատմությունը բավականին դրամատիկ էր։ Ինձ դուր է եկել, որ ինքը մերժել է պատվերով նկարչությունը ու ցանկացած բան, որը մերժվում է պատվերով անելու մերժումը, իմ համար դա շատ զգովելի է։ Բայց ես կընդունեի։ Դե Լենին նկարել, ասենք այն թվերին Լենինին չնկարել է, այդ նշանակում է դեմ կանգնես մի ամբողջ համակարգի, բայց как будто бы շատ հնարավոր է, որ իր մահն էր, սպանություն էր իր, տպավորություն կա, որ ամեն դեպքում սպանություն էր, որովհետև փաստորեն ինքը մահացել ընդամենը 47 տարեկանում ավտովթարից, որի հանգամանքները չեն պարզվել, քրեական գործը շատ շուտ փակվել է, ու դրան նախորդել է երկար տարիների ճնշում պետական ապարատի կողմից, ու շատ հավանական է, որ դա ուղղակի պատվիր է։ Ռեֆորմատոր է եղել եւ ցանկացած նոր բան, ցանկացած փոփոխություն հանդիպում է դիմադրության, չի խուսափել դրանից, չի խուսանավել, շատ ճնշումների է ենթարկվել, որ գնա Հայաստանից, լքի Հայաստանը, բայց իր մոտիվացիան եղել է Սարյանը, որ իրան ասել է արվեստը պահանջում է պայքար, հետևաբար պայքարի, դրա համար հերդեհ հաղթարել, սպառնալիք հաղթարել, որը հաստատ պատվիրած էր, շատ դաշանկետ էր, ինքը Մինասը պատրաստում էր Վիեննայում անհատական ցուցադրություն պետք է ունենար, եւ նոր տարվան գնում է Հարազատ գյուղ, որպեսզի լարվածություն հանգստանա, Ջաջուր գյուղը, ու կազմակերպվում է մեծ հրդեհ, որտեղ գրեթե ամբողջությամբ ոչնչացնում է իր ամբողջ հավաքածուն, ոչ միայն Վիեննայի ընտրանին, այլ առհասարակ իր ամբողջ գործերը, որոնք այդ պահին տեղ էին, 300-ից ավել գործ, որը մի ամբողջ կյանքի բան է, շրջանի ստեղծագործությունն է։ Ինքը առաջին անգամ, ինչպես մեզ պատմեցին, Բաբկեն Չոբանյանի ձայնով լացել է դրանից հետո, բայց նույնիսկ դրանից հետո շարունակել է ստեղծագործել։ Հիշել է Սարյանի խոսքը, որ արվեստը պայքար է, ու շարունակել է ստեղծագործել։ Դե իրականում ես իմ կարծիքը ասել եմ, եթե ես որևէ պետական կրթական բլոկում աշխատելուց լինեի եւ իմ ձայնը, իմ որոշումները ասենց պետության մակարդակում ինչ որ դոմինանտ լինեի, ես անպայման հանրակրթական դպրոցներում հայկական արվեստի պատմություն դաս կդնեի։ Դա կարող է լինել շաբաթական մեկ անգամ կոնկրետ տարիքի եւ այլն, ոնց էր առաջ կար Պերոնի պատմություն առարկան։
հիմա չգիտեմ կա թե չկա, ու ես մեր հենց փոքրերին հենց այս մոտիվով, այս գեղարվեստական ինտերակտիվ մոտիվով կսերմանեի այն բոլոր մեծերին, կապ չունի միայն նկարչության, գեղանկարչության ոլորտում, կինեմատոգրաֆիա, մուլտիպլիկացիա, ֆուտբոլ, արվեստ, մարզետ, բոլոր այն հայերին, ովքեր ինչ-որ բան են իրենցից ներկայացել, ինչ-որ բան են թողել իրենցից հետո, եւ անցյալի եւ ներկա մեր հետ համաժամանակյա ապրող։ Համաժամանակյաներին դաժե կարելի է հրավիրել ուղղակի ինտերակտիվը տենց անել։ Ես տես ինչ-որ մի բան կմնեի կրթական բլոկում, որտեղ մենք շատ ենք խոսում, որ ուզում ենք սերունդը վերափոխվի, վերադաստիարակվի եւ այլն, ու մենք խորին համոզմունք ունենք, որ մենք խորին համոզմունք ունենք, որ այդ փոփոխությունները միայն կրթության ճանապարհով կարող գան։ Երբ որ դու կրթես մարդուն, իսկ Մինասը հաստատ Մինասի մասին կարելի է պատմել երեխեքին, ու դպրոցներում պարտադիր առարկա կարող լիներ այսպես ինտերակտիվ թանգարաններ այցելելը։ Ես ու Նարան շատ խորհուրդ ենք տալիս, որ անպայման բաց չթողեք պարտադիր փորձառությունը ընդամենը 45 րոպե, որը թռնում է մի րոպեի նման ու խոսքը ընդամենը 5000 դրամի մասին է։ Աշխատանքային օրերին 3000, շաբաթ-կիրակի 5000, ու ես ձեզ ասեմ, որ 5000 դրամը այսօր կամ 3000 դրամը առավել եւս մարդու օրվա ընթացքում խմած մեկ սուրճի եւ մի հատ փոքր բանի կամ երկու սուրճի առարկն է, որը կարելի է փոխարինել ուղղակի միած ինձ հրաշալի փորձառությամբ։ Anima production-ին շատ շնորհակալություն։ Սենց մարդկային մալադինձեր է իրանց, որ առհասարակ բերել են այս գաղափարը Հայաստան, ոնց հասկանում իրանք են արել։ Ես ասում եմ, պրոսպեկտի ժամանակով էլ էին իրանք, երի հաջողված էր շատ, բայց Մինասի պարագայում ես անկեղծ ասած չեմ հիշում Վան Գոգը ով էր կարդում, բայց Մինասի պարագայում Բաբկեն Չոբանյանի ձայնը կատարյալ ընտրություն էր։ Ապրի Բաբկեն Չոբանյանը։